Մանյան, մի քանի հարց ունեմ, խնդրում եմ, որ ժամանակի մեջ տեղավորվեք, կարճ պատասխանեք դրանց։ 2003, կարծես 2019 թվականին դուք առնչություն եք ունեցել Արչին Բրոկ ընկերության ՍՊ-ի հետ։ Խնդրում եմ ներկայացրեք, թե այդ ընկերությունը ինչով է զբաղված եղել եւ այդ թվականներին դուք ինչ առնչություն եք ունեցել այդ ընկերության հետ։ Մյուս հարցը կա եւս մի ընկերություն ձեր կենսագրության մեջ FH ընկերությունը, որը այդտենց երջանիկ պատահականությամբ ձեր անվան, ազգանվան առաջին տառերն են, Հայկ Ֆարմանյան, եւ դուք այդտեղ ընդամենը մասնագետ եք կամ որևէ աշխատանք եք կատարում, բայց սեփականության հետ առնչության վերաբերյալ որևէ բան չկա եւ ասեք սա ինչ կապ ունի ձեզ հետ եւ սա ինչ կապ ունի Արչին Բրոկ ընկերության հետ։ Պարոն Հարությունյան, Արչին Բրոկ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին, 2001-2002 թվականներին ես եղել եմ որպես արժեթղթերի շուկայի մասնակից հանդիսացող Արչին Բրոկ ընկերության տնօրեն։ Այդ ընկերությունը հիմնադրվել է իմ ընտանիքի կողմից եւ այնուհետեւ գործունեությունը դադարեցրել է, որտեղ այն ժամանակ այդ լիցենզիան, որը տրվել էր արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու համար, ինքը կազմակերպությունը հանդիսացել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, արժեթղթերի շուկայի մասնակից, որի տնօրենն եմ եղել ես։ Այնուհետև գործունեությունը դադարեցվել է եւ 2017 թվականին այդ նույն ՍՊ-ն ստացել է մաքսային ներկայացուցիչների ռեստորան գրանցման վերաբերյալ փաստաթուղթ եւ իրականացրել է մաքսային գործունեություն։ Մաքսային ոլորտում մատուցել է համապատասխան ծառայություններ։ Ինչ վերաբերում է FH ընկերությանը, ես հետագայում օրենքով սահմանված կարգով եղել եմ, հիմա ներքին առևտրային գաղտնիքը չեմ կարող բացահայտել, որովհետեւ դրա իրավունքը ունեմ, վաճառել եմ իմ բաժնեմասը, այլևս տնօրեն չեմ հանդիսացել, սակայն նոր սեփականատիրոջ խնդրանքով շարունակել եմ իմ գործունեությունը FH ընկերությունում որպես գլխավոր մասնագետ եւ խորհրդատու։ Այսքանը։ Համեցեք արձագանք։ Այսինքն դուք մինչև վաճառել այս ընկերությունը մասնաբաժին եք ունեցել այս ընկերությունում եւ խնդրում եմ ասել, արդյոք երբ որ մաքսայինի աշխատող եք կամ ՊԵԿ-ի աշխատող եք, այս ընկերությունը հանձնվել է հավատարմագրային կառավարման եւ արատավոր երևույթ չեք տեսնում այս իրադրության մեջ, երբ եւս պատմությունները շատ կար նախկինից եկած, որ մաքսայինի աշխատողը բրոկերային ընկերություն է գրանցում, որը թեկուզ իր ընտանիքի անդամները, որը ուղիղ առնչություն ունի իր աշխատանքի հետ եւ ես ձեր գործընկերոջի երբ որ հարց էի տալիս, սրամասայի նկատի ունի եւ մի հարց էլ։ Դուք նաեւ եղել եք Մեկ Հայաստան կուսակցության անդամ, եթե չեմ սխալվում, պարոն Արթուր Ղազինյանի հետ, ով Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի ցուցակով ընտրվել է падգամավոր եւ արդյոք էլի կարող ենք խոսել այս քաղաքական գաստրոլիորության մասին այս առումով եւ դուք եղել եք այդ Հայաստան դաշինքի ցուցակի մեջ թե ոչ։ Պարոն Հարությունյան, շնորհակալություն հարցի համար, հարգելի գործընկերներ, ձեր հետագա նմանատիպ հարցերի կանխարգելման նպատակներից ելնելով ասեմ, որ չկա իմ կենսագրության մեջ գետ մեկ կետ, որից ես հրաժարվեմ կամ ուղիղ չպատասխանեմ։ Այո, ես եղել եմ Արչին Բրոկ ընկերության տնօրեն, ունեցել եմ բաժնեմաս։ Այն ժամանակահատվածում, երբ որ շահերի բախման ռիսկ է եղել, ամեն ինչ եղել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որևէ խնդիր գոյություն չի ունեցել, որևէ խնդիր չկա եւ ուղիղ պատասխանում եմ այն ինչ որ կա։ Ինչ վերաբերում է FH ընկերությանը, հետագա վաճառքի ընթացքում, դուք հարց տվեցիք նաեւ տառերի բառակապակցության, դա ձեր վառ երևակայության արդյունքն է, որովհետեւ այդ FH-ը finance and H տառը չեմ հիշում նոր սեփականատեր ինչ նպատակով այդ տառերի կոմբինացիայով անվանափոխել, որտեղ այլևս ես վաճառել եմ ՍՊ-ի հետ որևէ առնչություն չունեի սեփականատեր կամ որպես տնօրեն իմաստով,
այլ շարունակում է իմանալ, որովհետև դա մասնագիտական ոլորտ է, եւ մասնագիտական ոլորտում նոր սեփականատերը չէր կարող առանց ինձ գործունեություն շարունակել, որովհետև կա եւ վերջի հարցի պատասխանը կապված պարոն Արթուր Ղազինյանի հետ։ Ես հպարտ եմ իմ անցած ճանապարհով, ես հպարտ եմ, որ ունեմ Արթուր Ղազինյանի նման ինտելեկտուալ ընկեր, եւ Արթուր Ղազինյանը ձեր հարցի ենթատեքստը անկեղծ ասած չեմ հասկանում, որևէ հակապետական գործունեություն չի իրականացրել եւ կարծում եմ, ստեղ որևէ ամոթ բան գոյություն չունի։ Շնորհակալություն, Նարեկ